Դες ինչ դժվար հարցեր եք տալիս։ Դուք եզակի կուսակցություն եք, որը խոսում է ընդդիմափոխության մասին։ Առաջի քայլը ընդդիմափոխություն, հետո իշխանափոխություն եւ հետո նոր երրորդը հայկական պետության ձևավորում։ Որն է երաշխիքը, որ դուք եւս չեք կոալիցվելու այլ ուժերի հետ։ Որևիցե պարագայում մեր ձայները չի կարող անցնել ոչ իշխանությանը եւ ոչ էլ պարլամենտական ընդդիմությանը։ Ասել եք, որ մենք վերջին տարիներին չենք եղել հայկական պետություն, իսկ թերևս վերջերս դարձել ենք հակահայկական քարոզչության մաս։ Մենք 30-ից ավել տարի առավել եւս տասնապատիկ անգամ այսօր ավելի շատ ուղղակի բաց ճակատով այսպես անոթ տարածությունում թափառում ենք։ Ինչ է լինելու թրիպի ճակատագիրը, խաղաղության օրակարգը։ Ես Սյունիքի Միջանցքին դեմ եմ եղել, երբ այն ռուսական փաթեթավորում ուներ եւ դեմ եմ այսօր, երբ այն ունի արևմտյան փաթեթավորում, երկուսին եմ իդեպ։ Բիզնես մտածողության մարդուն մոտ թողել պետական կառավարման բարձրագույն կետին ազգային անվտանգության սպառնալիք է։ Ողջույն դիալոգ ոդքասթի տաղավարում այսօր զրուցելու ենք ժողովրդավարական համախմբում կուսակցության վարչապետի տեխնացու Սուրեն Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Պետրոսյան, ձեր ուժը հենց ձեր գլխավորությամբ խոսում եք, որ գալու եք իշխանափոխությունից զատ, նաև հենց ընդդիմափոխություն իրականացնելու, եթե ավելի կոնկրետ մյուս կուսակցությունները ասում են, որ գալիս են իշխանափոխության, դուք եզակի կուսակցություն եք, որը խոսում է ընդդիմափոխության մասին։ Ինչ եզրույթ է սա եւ ինչու հենց փոխել օրինակ ընդդիմությանը։ Այդ եզրույթը ընդդիմափոխություն ներմուծվել է իմ կողմից, հայերենում նման բառ չկա։ Եթե դուք հիմա լսում եք ընդդիմափոխություն, այդ եզրույթը իմ եզրույթն է, որը ինչպես արդեն նշեցի, հայերենում այդպիսի բառ չկա։ Ընդդիմափոխությունը ոչ թե մենք գալիս ենք իշխանափոխությունից զատ նաև ընդդիմափոխություն անելու, այլ կա քայլերի հերթականություն։ Առաջի քայլը ընդդիմափոխություն, հետո իշխանափոխություն եւ հետո նոր երրորդը հայկական պետության ձևավորում։ Առանց ընդդիմության փոփոխության Հայաստանում տեսականորեն անգամ հնարավոր չի իշխանափոխություն։ Բովանդակային նաև փոփոխություն, որևիցե կերպ, որովհետև մեր հասարակությունը երբեք այս երկու այլընտրանքների մեջ, գոնե այս ժամանակահատվածում նախապատվությունը չի տալու ընդդիմությանը։ Բայց սա չի նշանակում, եթե անգամ նախապատվությունը տա ընդդիմությանը, ապա տիտղոսակիր ընդդիմությանը, ապա դա որակական փոփոխության է բերելու։ Բայց այսօրվա ընդդիմության որ բովանդակությունը կոնկրետ չի բավարարում։ Տեսեք, մենք այսօր գտնվում ենք փոխհամաձայնեցված խմբիշխանության իրականության մեջ։ Փոխհամաձայնեցված իշխանության հենարանը պարլամենտական ընդդիմությունն է կամ տիտղոսակիր ընդդիմությունը, իսկ տիտղոսակիր ընդդիմության հենարանը ներկա իշխանությունն է։ Եթե այլընտրանք չձևավորվեց որպես այդպիսին եւ հասարակության այդ այլընտրանքը չառաջարկվեց, մեր իրականությունը շարունակել է մնալ այն, ինչ որ այսօր կա։ Հիմա ավելի մանրամասն ասեմ, թե ինչը պետք է փոխվի։ Բոլոր այն ընդդիմությունները, ովքեր իրենց համարում են տիտղոսակիր ընդդիմություն կամ հավակնում են առաջին համարի, կամ հիմնական ուժեր, ինչպես իրենք են համարում, դրանք որակապես ներկա իշխանությունից չեն տարբերվում։ Իրենք այս 30 տարվա քաղաքական համակարգի եւ մեր իրականության կարևորագույն պատասխանատուներից մեկն են։ Եվ հենց իրենց նաեւ մասնակցության հետևանքն է այս իրականությունը, թե որպես իշխանություն, թե իշխանությունից հետո նաեւ թե որպես ընդդիմություն։ Ձեր խոսքում նաեւ նշել եք, որ 2021 թվականին այս իշխանության օրակարգը սպասարկել է օրվա ընդդիմությունը, կոնկրետ պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքը, ինչու։ Մինչեւ այսօր էլ են սպասարկում։ Տեսեք, պարլամենտական ընդդիմությունը ընդհանրապես ազգային անվտանգության առաջնային գործոն է։ Ազգային անվտանգության։ Եվ սա չի վերաբերում միայն Հայաստանին, սա վերաբերում է բոլոր երկրներին, մասնավորապես պարլամենտական երկրներին։ Ինչի համար։ Որովհետև պարլամենտական ընդդիմությունը միայն նրա համար չէ, որ իշխանությանը պարզապես քննադատի եւ պատասխանատվություն չկրի։ Պարլամենտական ընդդիմությունը իշխանության կարևոր մաս է։ Սա որևիցե մեկը չի ասում։ Ինքը նույնպես իշխանություն ունեցող է։ Պարլամենտական ընդդիմությունը այն կարևոր հակադիր բևեռն է, որը որ իշխանությանը պետք է զսպի, նաև կարևոր զսպող համակարգ հանդիսանա հակապետական, ապազգային եւ տարբեր գծեր հատելու հարցում։
պարլամենտական ընդդիմությունը ոչ միայն չի կարողացել այս ողջ ընթացքում իշխանության հակապետական գործունեության վրա նվազագույն ազդեցություն ունենալ, զսպող մեխանիզմ լինել, կանգնեցնել, շեղել եւ այլն, այլ նաեւ եղել է բացառապես այն հենարանը, որի վրա հենված է ներկա իշխանությունը, որովհետեւ հասարակությունը ասում է, եթե այս իշխանության այլընտրանքը նախկին իշխանությունների վերադարձն է, ես նախապատվությունը տալիս եմ այս իշխանությանը, եւ բոլորը դրա մասին շատ լավ գիտեն, բայց ցավոք մեծամասնության համար իշխանություն ունենալը կամ պարլամենտում լինելը գերխնդիրն է եւ միակ նպատակն է, որպես այդպեսին դրա համար շարունակում է իրավիճակը։ Եվ եթե այսօր մենք բովանդակային այլ օրակարգ, այլ ընտրանք, նարատիվ, իրականություն, տեսլական չառաջարկենք, մենք մնալու ենք նույն իրականությունում։ Եվ այստեղ ամենևին կապ չունի ընդհանրապես գումարել տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Ընդհանրապես կապ չունի, այս իշխանությունը կլինի հիմա ընդդիմություն, թե պարլամենտական ընդդիմությունը կդառնա իշխանություն։ Երկուսի մասին էլ ընդդիմության էլ իշխանության մասին էլ ասել եք երկուսն էլ մանիպուլացնում են։ Ինչ կփաստեք իրենց մանիպուլյացիաներից եւ ինչ է առաջարկում ձեր ուժը որպես փոփոխություն եւ որպես արդեն երիտասարդ նոր կուսակցություն։ Տեսեք, երկուսի կողմից էլ խոսույթի առումով եմ ասում, կա խորքային մանիպուլյացիա։ Երկուսի կողմից է տրամադրվում է օրակարգ հասարակությանը, որ գիտեք, որ մեզնից կամ ձեզնից որևիցե բան կախված չի։ Բոլորը կանխորոշված է, գերտերություններ կան, ավելի խոշորներ կան, մեր խնդիրը միայն հարմարվելն ու համակերպվելն է։ Այս օրակարգը իշխանությունը առաջին հերթին սպասարկում է իշխանությունը։ Երկրորդ օրակարգը, որի մասին հիմա կխոսեմ, սպասարկում է ընդդիմությունը ասելով, որ գիտեք ինչ, իշխանությունը անհաղթահարելի հրեշ է, իրեն հաղթել ուղղակի հնարավոր չէ, դրանով փորձելով կոծկել իրենց անզորությունն ու անկարողությունը։ Դուք գիտեք ձևը հաղթելու։ Բնականաբար, ասացի, առաջին հերթին ընդդիմափոխություն, այլընտրանքի ձևավորում, սա միակ ճանապարհն է, եթե այսօր տեղի չունեցավ ընդդիմափոխություն, այսինքն նոր այլընտրանքի ձևավորում, որտեղ նոր ասելով չի ենթադրում միայն նոր դեմքեր, ենթադրում է նոր դեմքերի հետ միասին նաև որակապես նոր օրակարգ, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ եւ ամենակարևորը մարդիկ, ովքեր թե ֆինանսական, թե վերահսկողության, թե գաղափարական առումով զերծ կլինեն նախկին եւ ներկա իշխանությունների կապանքներից։ Միակ փոփոխությանը տանող ճանապարհը սա է, բացառապես ի տարբերություն շատերի մենք բարբերաբար, այսինքն փուլ առ փուլ հստակ քայլերով ասում ենք, թե ինչպես է տեղի ունենալու այս փոփոխությունները եւ ինչպես է հիմքը դրվելու հայկական պետության։ Եվ ի արձագանք դրան հիմա ակտիվ քարոզ է ընթանում ու դուք հանդիպում եք ձեր համակիրների հետ տարբեր մարզերում, այսօր էլ Գյումրիում եք։ Ինչպիսին է ըստ ձեզ տրամադրությունը եւ ամեն դեպքում մոտավոր սպասելիքներով քանի տոկոսի ակնկալիք ունեք դուք։ Մեր սպասելիքները պարլամենտում լինելն են եւ համոզված եմ կստացվի, եթե այս տեմպով շարունակվի, որովհետև գետնի վրա իրականությունը ամբողջությամբ այլ է, լրատվամիջոցներով ներկայացվողը ամբողջությամբ այլ է։ Մենք չպետք է մոռանանք, որ հիմնական լրատվամիջոցները ունեն քաղաքական կողմնորոշումներ եւ նաեւ մարդիկ, ում շահերը իրենք սպասարկում են։ Եվ ցավոք եմ ասում, հիմնականում լրատվականների խնդիրը ոչ թե իրականությունը ներկայացնելն է, այլ այնպիսի պատրանքների ձևավորումն է, որը թույլ կտա իրենց շահերը սպասարկել բացառապես, ուրիշ այլ բան իրենք չեն ներկայացնում, բայց գետնի վրա իրականությունը ամբողջությամբ այլ է։ Ու շատ հետաքրքիր մի տենդենց է նկատվում, համատարած բոլորը ասում են, որ անպայման մասնակցելու են ընտրություններին, եւ նրանց գերակշիռ մասը ասում են, որ ուզում են պարլամենտում տեսնել նոր ուժեր, ուզում են նոր փոփոխություններ տեսնել, բայց սա այդքան ուրախալի չի, որքան դրան հաջորդող խոսքը ժողովրդի կողմից։ Ասում են, որ նորը լինելը ամենևին էլ բավարար չի։ Մեզ ասեք ձեր գաղափարները որոնք են։ Նախկինում այսպիսի խոսույթ չի եղել հասարակության մեջ։ Այսինքն եւ պահանջատերեն եւ մասնակցության բարձր ցուցիչ է սպասվում։ Այո, իրենք պահանջում են ռադիկալ փոփոխություններ, սերնդափոխություն, երիտասարդների ներգրավում, բայց միևնույն ժամանակ պարզապես չլինեք երիտասարդ։ Արդյոք դուք ունեք համապատասխան կրթություն, գիտելիք, ինչ գաղափար ունեք։ Սա այնքան վայրերում եմ ես տեսել եւ լսել, որը միայն ուղղակի ուրախացնող է։ Տեսեք, եթե օրինակներով խոսենք, մոտ 1 տարի առաջ Գյումրիում եղած թիմ ընտրությունները եւս այդ մասին են խոսում, օրինակ դրանից առաջ 21 թվականին թիմ ընտրությունների ժամանակ մոտ 50%-ով պակաս մասնակցություն ունեինք։ Արդեն 25 թվականին ավելացավ մասնակցությունը, բայց այն ինչ եղավ հետո
ամեն դեպքում մեծամասնությունը ընտրությունների մասնակցող խոսում է այն մասին, որ իրենք հիասթափված են ընտրությունից եւ ձևավորված օրինակ կոալիցիայից կամ այն ինչ ունենք հիմա քաղաքը չի զարգանում։ Ինչ երաշխիք կա, որ նույն պատկերը չի լինի ազգային ժողովում, մասնավորապես ինչ եմ համեմատում Գյումրիի օրինակի հետ, որովհետեւ այստեղ էլ քարոզարշավին մյուս ուժերը ասում են, որ մենք նոր ենք եկել ենք փոփոխությունների, չի լինելու հների հետ կոալիցիա եւ այլն։ Որն է երաշխիքը, որ դուք եւս չեք կոալիցվելու այլ ուժերի հետ։ Դեք միակ երաշխիքը կամ դատողության սկզբունքը կարող է լինել մեր անցած ճանապարհը գոնե ակտիվ այս 3-4 տարիների, որտեղ որևիցե պարագայում ենք անգամ հանրային ճնշման իրավիճակներում եւ այլն մենք երբեք չենք շեղվել մեր ճանապարհից, որևիցե մի անգամ ձեռք չենք սեղմել իշխանության հետ, որևիցե մի անգամ ձեռք չենք սեղմել պարլամենտական անդիմության հետ, որևիցե պարագայում եւ հիմա էլ ենք ասում պարլամենտում եղած ժամանակ որևիցե պարագայում մեր ձայները չի կարող անցնել ոչ իշխանությանը եւ ոչ էլ պարլամենտական անդիմությանը, որտեղ նրանք նույն քաղաքական որակը ունեցող ուժեր են եւ հակառակ մենք պետք է ճեղքենք այս փակ շղթան եւ դուրս գանք եւ սրանում պետք է նաեւ մեր հասարակության կարևոր օգնությունը։ Մյուս ուժերի գլխավոր խոսույթը խաղաղությունն է, ապահով Հայաստանը, ճիշտ դաշնակից ընտրելը, խոսենք նաև ձեր ընտրած կուրսի մասին, ուր եք գնալու Հայաստանը, երբ օրինակ դուք մեծամասնություն ստանաք կամ լինեք որոշում կայացնողներից մեկը, արտաքին քաղաքականությունը ինչպես եք պատկերացնում, որովհետև կա երկու ուղղություն, կամ դեպի Ռուսաստան, կամ դեպի ԵՄ, թերևս այսպես ներկայացնում է աշխարհաքաղաքական տեսեք, դուք նաև ձեր հարցով պատասխանեցիք ձեր առաջին հարցին, թե ինչ մանիպուլյացիաներ է իրականացնում իշխանությունը եւ ընդդիմությունը։ Հենց ձեր այս ասածը իշխանության եւ ընդդիմության կողմից իրականության խեղաթյուրման դասական օրինակ է։ Այս բազմաշերտ աշխարհում չի կարելի մարդկանց պարտադրել այդպես պարզ եւ պրիմիտիվ ընտրություններ, կամ գնալու եք արևելք, կամ գնալու եք արևմուտք, կամ հյուսիս, կամ հարավ։ Որն է երրորդ ուղղությունը։ Հիմա երրորդ ուղղություն չի, ուղղությունները չափից ավել են, եւ ես հեսա դրանք կթվարկեմ։ Նույնը տեղի ունենում ներքաղաքական դաշտում։ Մարդկանց պարտադրում են, ասում են ընտրություն կատարեք վատի ու վատագույնի միջև։ Կամ Նիկոլ Փաշինյանն է, կամ Տիտ Խոսակի ընդդիմությունը։ Մեկը վատագույնը համարվում է ներկայ իշխանությանը, վատը համարում է ընդդիմությանը, եւ մեկը ճիշտ հակառակը։ Բայց այնինչ մեր իրականությունը շատ բազմաշերտ է։ Եվ ամենևին էլ ընտրությունը դրանց մեջ չէ։ Նույնը վերաբերում է արտաքին քաղաքականությանը։ Այսօր մեր ամենաառաջին խնդիրը ներսում առողջանալն է։ Ինչի համար եմ ասում, որովհետև շատերը երբ անդրադառնում են արտաքին քաղաքականությանը, սկսում են տալ պարզունակ պատասխաններ։ Ես կգնամ հյուսիս, կգնամ արևմուտք, կգնամ ՀԱԲ, կգնամ ՆԱՏՕ եւ այլն։ Սրանք անհեթեթ խոսույթներ են, որովհետև արտաքին քաղաքականությունը բխում է բացառապես քո ներքին քաղաքականությունից։ Հայաստանի Հանրապետությունը այսօր, ու ի դեպ ասեմ, մոտ 30 տարի, սրա մասին համոզված են մեզ լսողները, 99%-ը չի իմանում։ Մոտ 30 տարի Հայաստանի Հանրապետությունը արտաքին քաղաքականության ռազմավարություն չի ունեցել։ Ինքը որպես պետություն չի ասել ես ուր եմ գնում։ Իմ դեսպանատները, իմ միսիաները ինչ պիտի անեն, որ օրակարգն են սպասարկում, որ քաղաքականությունն են սպասարկում։ Մենք 30-ից ավել տարի առավել եւս տասնապատիկ անգամ այսօր ավելի շատ ուղղակի բաց ճակատով այսպես անոթ տարածությունում թափառում ենք առանց նպատակի, առանց ուղղության։ Առաջի խնդիրը արտաքին քաղաքականության կարևորը որ դուք ասեք որպես ազգ, որպես պետություն ուր են գնում։ Հստակեցնեք ոչ միայն ձեր ճանապարհը նպատակը, այլ նաև տարածաշրջանում ձեր տեղն ու դերը։ Հիմա թեկուզ այսպես նախաբանով է ստացվում, բայց հիմա ես գալիս եմ ուղիղ պատասխանի, որովհետև նման բարդ հարցերին հնարավոր չի պատասխանել 1.0-ների այդ մատրիցայի տրամաբանությամբ, հա, գնում ենք արևոտ կամ գնում ենք այնտեղ։ Մենք պիտի գնանք Հայաստան։ Իրականում պիտի գնանք մեր հայկական քաղաքակրթության առանցքը։ Դա ինչ է ենթադրում։ Հայաստանի Հանրապետությունը որևիցե պարագայում չպետք է լինի պլատֆորմ մի գերտերության համար մյուսի դեմ։ Չպետք է լինի Ռուսաստանի համար պլատֆորմ արևմուտքի դեմ, չպետք է լինի պլատֆորմ արևմուտքի համար Ռուսաստանի դեմ, այդ թվում նաև Իրանի եւ Չինաստանի եւ այսպես շարունակ։ Այսօր մենք անգամ իրավունք չունենք շատ կարող է կասկածելի բան ասեմ թվում է, բայց ռեալ պոլիտիկի տեսանկյունից անգամ իրավունք չունենք լինել հակաթուրքական, որտեղ մենք շատ խոցելի ենք այսօր։ Մեր առաջնային խնդիրը այսօր պետք է լինի ազգային ներուժի հնարավորինս համախմբումը, հնարավորինս, բայց համախմբում ներուժի հնարավոր է միայն այն պարագայում, եթե դուք ունեք նպատակ եւ հասարակությանը կամ ազգին միավորող գաղափարների համակարգ։ Այնինչ այսօր չկա։ Մասին խոսելուց ասել եք, որ մենք վերջին տարիներին չենք եղել հայկական պետություն, իսկ թերևս վերջերս դարձել ենք հակահայկական քարոզչության մաս։ Ինչ եք ուզում դրանով ասել։ Ասեմ, ուրեմն
մինչև խորհրդային միության փլուզումը, երբ մենք չենք ունեցել չէ անկախ պետություն եւ ազգային պետություն, չէ, եղել է խորհրդային միությունը։ Մենք մեր մշակույթով եւ ինքնությունով, ես դա ցավով եմ ասում, ավելին չեմ պրոպագանդում խորհրդային միությունը, արձանագրում եմ փաստը։ Մենք շատ ավելի մոտ ենք եղել մեր ինքնության, մեր առանցքին, քան եղել ենք անկախացումից հետո։ Մշակութային զարթոնքից սկսած ինքնությունից եւ այնպիսի սերունդի ձևավորումից, որը գիտակցեց եւ անգամ ազատագրեց Արցախը այն ժամանակ, երբ աշխարհակաղակական այդ турբուլենտ իրավիճակում դրա շանսերը շատ քիչ էին, բայց մենք կարողացանք ստանձնել պատասխանատվություն մեր սեփական ճակատագրի համար։ Այնինչ անկախացումից հետո, ունենալով անկախ պետություն, մենք այդ պետության մեջ ոչ միայն չունեցանք մշակույթ, այլ նաև պարբերաբար դեգրադացրեցինք մեր ինքնությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը, դեմոգրաֆիական ճգնաժամը, որպես երկիր բովանդակություն մենք չենք ունեցել։ Որն է եղել մեր տեսլականը։ Կրկին դրա համար եմ ասում, նաև վառ օրինակ արտաքին քաղաքականության ռազմավարություն մենք չենք ունեցել։ Միայն Արցախի խնդիրը պետության ուղղություն չի, անգամ Արցախի խնդրին մենք ճիշտ չենք նայել։ Եվ ընդհակառակ 94-95 թվականից հետո առաջին նախագահի գլխավորությամբ, որը մինչ օրը շարունակվում է այդ գիծը, դրվեց քաղաքակրթական հանցագործության սկիզբը։ Սա ինչ է նշանակում, որ ասեցին, գիտեք, մասնավորապես Արցախի հիմնահարցի վերաբերյալ, որ մենք դերակատար չենք։ Վերին ացիաները կորոշեն այս հարցը։ Սա հարցը միջազգային հարաբերություններին չի վերաբերում։ Սա վերաբերում է թե դուք ինչ օրակարգ եք տալիս հասարակության, այսինքն դուք ասում եք ձեր ճակատագրի պատասխանատուն, այլևս դուք չեք։ Սա կոչվում է գիտության մեջ քաղաքակրթական ցիվիլիզացիոն հանցագործություն։ Այսինքն ինքը իր բովանդակությամբ ոչ մի առումով հայկական չի եղել, եթե մենք միտեղ ապրում ենք հայերով ու թեկուզ ունենք հայկական սահմանահայերեն գրված սահմանադրություն, դա չի նշանակում, որ ինքը սպասարկում է մեր ինքնությունը, մեր մշակույթը, ինքը բխում է մեր պատմությունից, ինքը սպասարկում է մեր ապագան եւ այսպես շարունակ։ Իսկ այսօր ակնհայտ մերժվում է նաեւ մեր ինքնությունը։ Դրա համար եմ ասում ակնհայտ հակահայկական։ Ինչպես եք դրա դեմ պայքարելու։ Երբ որ դուք եղաք իշխանության կամ այն մարդով լինում է իշխանության, ինքը միշտ տարածում է այն օրակարգը, ինչի կրող ինքն է լինում։ Պատկերացեք ներկա իշխանության տեղը, օրինակ եմ ասում, մենք ենք իշխանության։ Բնական է, չէ՞, մեր ամբողջ անցած ճանապարհով, անգամ մեր տարածած օրակարգերով, այդ թվում նաև կարող եք YouTube-յան ալիքները կտեսնեք, հա, պատմական հաղորդումներ ուտեղ ազգային ինքնությունը, պատմությունը եւ այլն։ Ես չեմ կարող չէ լինեմ իշխանության եւ իմ էությունից դուրս այլ վարկ ունենամ։ Այսինքն դուք եթե դրա կրողն եք, դուք իշխանության բուրգի վերևից պրոյեկտելու եք, տարածելու եք բացառապես այդ գաղափարներն օրակարգերը։ Ձեր քաղաքականություն դրա շրջանակում է լինելու։ Ձեր քաղաքականությունը սահմանափակված չի լինելու միայն ստամոքսով։ Ու չեք ասելու իմ նպատակը ստամոքսն է, եկեք միայն ուտենք, հետո հասկանանք ինչ կլինի։ Այս դեպքում ուժեղ Հայաստանը օրինակ արդեն իսկ վկայում է, ասում են, որ իրենք են վերցնելու իշխանությունը։ Երեք մեր հյուրը իշխանության ներկայացուցիչն էր, խոստանում էր, որ 64% հավաքելու են ՔՎՆ-եր Հայաստանի Հանրապետության քաղաքացուց։ Դուք ինչպես եք տեսնում իրատեսության մեջ, ինչ պատկեր է լինելու եւ արդյոք երկու ուժերից որևիցե մեկի հետ պատկերացնում եք համագործակցություն, եթե իրենք ստանում են մեծամասնություն։ Բացարձակապես ոչ, դա տեսականորեն անգամ հնարավոր չի։ Եվ այս պարագայում ինձ համար որևէ էական նշանակություն չունի այս պարագայում կմնա իշխանությունը, թե կլինի ձեր ասած այլ ընտրանքը, որ այլ ընտրանք չի։ Ընդհանրապես որակական տարբերություն չկա։ Անձնական ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ բացարձակապես որակական տարբերություն չկա։ Պատկերացրեք, օրինակ եմ ասում, իր էությամբ կրկնվում է 2021 թվականի պարլամենտը։ Այստեղ ընդհանրապես այլևս կարևոր չի ով կլինի իշխանություն, ով կլինի ինդիմություն։ Եթե պարլամենտը նույն որակն է ոնց 21 թվականին, որևիցե էական փոփոխություն Հայաստանում չի կարող լինել։ Դրա համար նաև մեր մասնակցությամբ կարևոր է նաև խորհրդարանի փոփոխությունը նաև, որտեղ մարդկանց այսօր շատերին մանիպուլացնում են, խեղաթյուրում են իրականությունը, ասում դուք գիտեք, դուք վարչապետ եք ընտրում։ Այնինչ մարդը պիտի իմանա, որ ինքը ընտրում է պարլամենտ։ Ինքը ընտրում է թե ով է լինելու պարլամենտում, նաև իր ներկայացուցիչ ով է լինելու պարլամենտում, ու յուրաքանչյուր մարդ ով գնում է ընտրության, պետք է ինքն իրեն հարց տա։ Ես ինչ պարլամենտ եմ ուզում տեսնել եւ արդյոք ես համաձայն եմ, որ 2021 թվականի պարլամենտը կրկնվի, վերարտադրվի եւ կրկին եմ ասում, հեչ տարբերություն չկա թե այնտեղ ով կլինի իշխանություն եւ ով կլինի ընդդիմություն։
Նաև Սամվել Կարապետյանի մասին ասել եք, որ նա լավ բիզնեսմեն է, բայց իր քաղաքական ուժի թիկունքում չեք տեսնում, որ կանգնած է հենց ինքը, ինչ նկատի ունեք։ Ես իր անձի մասին չեմ ասել, թեկուզ հենց ինքը, բայց հարցը գիտեք ինչն է։ Նաև մենք այս մոտեցում պետք է փոխենք։ Շատերը այսօր ցավոք հասարակության մեջ պետությանը նայում են որպես բիզնես, ասում են մարդ եթե ինչ-որ մի բիզնեսում հաջողել է, ուրեմն պետության հարցում կհաջողի։ Սա գիտեք ինչ մահացու սխալ է, մահացու։ Պատկերացրեք, դուք գնում եք ատամնաբուժի մոտ, ասում եք եթե սա տեսնում եք ատամնաբուժ, ասում եք եթե ինքը լավ ատամնաբուժ է, ուրեմն հաստատ իմ սրտի վիրահատությունը ինքը կարողանա անի։ Եթե լավ ատամնաբուժ է, սիրտս է կարողանա վիրահատել։ Իրար հետ ընդհանրապես կապ չունեցող բաներ են։ Հակառակը նման խորքային ճգնաժամում, որում մենք որ կանք այսօր, ինքնության ճգնաժամում, խորքային մեր ճգնաժամը սոցիալ-տնտեսական չի։ Բիզնես մտածողության մարդուն մոտ թողել պետական կառավարման բարձրագույն կետին ազգային անվտանգության սպառնալիք է։ Բիզնես մտածողության մեր մոտ այսօր բիզնես մտածողությունը չի խնդիրը։ Մեր մոտ քաղաքական մտածողություն ունեցող մարդ պիտի լինի եւ ոչ բիզնես։ Բիզնեսի միակ խնդիրը սեփական շահի մաքսիմալիզացումն է։ Այլ բան պետք է չի։ Իսկ ներողություն իմ ասածը նաեւ դա չէր, ասում այո, էլի հարգանքով իրենց անձի նկատմամբ, բայց մենք բոլորս գիտենք, չէ՞ որ այդ մարդիկ նախկին եւ ներկա կոնյունկտուրայի կատարյալ դրսևորումն են, թե անձնական կապերով, թե բարեկամական կապերով եւ այսպես շարունակ։ Դրա մասին կարծում եմ բոլորը գիտեն։ Հետեւաբար առաջնագծի մարդուն փոխելով հիմքը չի փոխվում։ Եվ բիզնես քաղաքապարախոսության մասին խոսելով ասացիք ազգային շահը ոտնահարվում է, բայց օրինակ բաց սահմանների մասին խոսելուց, թրիպի մասին խոսելուց առաջ է բերվում նախ անվտանգությունն ու համերաշխությունը հարևանների հետ այս դեպքում, բայց նաև խոսվում է, որ տնտեսական աճ ենք ունենալու, որովհետև մենք մեր ճանապարհները, այսպես ասած, վարձակալելու են տարբեր երկրներ, որպեսզի օգտագործեն առևտրի համար։ Արդյոք սա էլ մոտավորապես նույն առաջարկը չէ էլի տնտեսական առումով։ Իրենց կողմից, այսինքն իշխանության կողմից։ Նույնն է, դրա համար եմ ասում, որովհետեւ տարբերություն չկա։ Տեսեք, դուք ձեր ամեն հերթական հարցով պատասխանում եք ձեր նախկին հարցին։ Դրա համար եմ ասում, ոչ իշխանության, ոչ ընդդիմության մեջ, անգամ տեսեք ձեր հարցից ես չհասկացա դա ասել է մեր ձևով շարժումը, թե իշխանությունը, որովհետեւ այնքան նույնն են խոսույթները։ Որն է տարբերությունը, ինչ որ մեկը ինձ կասեք։ Իշխանությունն էլ է ասում թրիփը մեր համար անվտանգության երաշխիք է, մեր ձեւ շարժումն էլ է ասում թրիփը մեր համար անվտանգության երաշխիք է։ Տնտեսական շահ եւ այլը մնացածը այնինչ թրիփը ընդհանրապես եւ Սյունիքի միջանցքը տնտեսական շահի հետ ընդհանրապես աղերս չունի։ Լավ, երբ որևիցե որոշումներից մեկը ինչ է լինելու թրիփի ճակատագիրը, այդ խաղաղության օրակարգը։ Ուրեմն երկու տարբերակ է, քանի որ մենք չգիտենք ներսում ինչա տեղի ունենում։ Իդեպ, ես Սյունիքի միջանցքին դեմ եմ եղել եւ այն ռուսական փաթեթավորում ուներ եւ դեմ եմ այսօր, երբ այն ունի արևմտյան փաթեթավորում, երկուսին է։ Իդեպ, եթե տենց երկրորդ մարդ տեսել եք, խնդրեմ ասեք քաղաքականության այս ակտիվ քաղաքականության մեջ ես գոնե չեմ հանդիպել, որտեղ ովքեր ռուսամետ են ասում են մեր փրկությունը այս ռուսական փաթեթավորման Սյունիքի միջանցքն է, ովքեր արևմտամետ են պայմանական ասած ասում են մեր փրկությունը սա է։ Այնինչ սա մեր համար շատ կործանման տանող կարևոր կոմպոնենտ է Սյունիքի միջանցքը։ Անկախ դրանից դրա մասին մոդա չի խոսալ այսօր, ես ասում եմ աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Ինչ կանեի ես, ինչ կանեինք մենք։ Ուրեմն, եթե տարածաշրջանում լիներ կոնսենսուս, փոխհամաձայնություն գերտերությունների միջև, մասնավորապես Սյունիքի միջանցքի, երկաթյա կոնսենսուս, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը որևիցե այլ ընտրանք բնականաբար չէր կարող ունենալ։ Այսինքն պետք է համաձայնվել այդ կոնսենսուսին, որովհետև չէր կարող չէ բոլոր գերտերություններին մերժել, բնականաբար։ Եվ այստեղ մեր դերը կլիներ, որ այս նախագծին մասնակից լինեին այդ բոլոր կոնսենսուսային երկրները, որ որևիցե մեկը դուրս մնալու պատճառով մեր երկիրը չսարքեր հակամարտությունների գոտի, որտեղ իր շահերը այդտեղ ներկայացված չէր, պայմանական ասված։ Սա առաջինը։ Իսկ այս պարագայում այդպիսի իրավիճակ այսօր չկա։ Այսօր կա պատերազմ բոլորը բոլորի դեմ միջազգային հարթությունում։ Հետևաբար այսօր այդ կոնսենսուսը քանի որ չկա եւ շատ երկար ժամանակ չի լինելու այդ կոնսենսուսը, Հայաստանը այստեղ կարող է երկար ժամանակ անընդհատ ձգել,
որովհետև կրկին եմ ասում, այդ փոխհամաձայնեցման օրակարգը չկար եւ խաղալով շահերի բախման եւ համադրման սկզբունքով այս օրակարգը ուղղակի բավականին երկար ժամանակ կարող է տանել եւ անընդհատ այս process-ը գործընթացը ձգել։ Եվ սրա ես չեմ ուզում շատ պատմական ակնարկ անեմ, բայց պատմության մեջ բազմաթիվ են նման օրինակները, բազմաթիվ։ Անկամ մի քիչ ճիշտ է մասշտաբները մեծ են, բայց օրինակ ռուս-թուրքական պատերազմում ռուսները գրեթե բոլոր պատերազմներին ասա վերաբերում, հա, վերջի համենայն դեպս երկու։ Ռուսները ռազմական առումով ջախջախել են թուրքերին, բայց դիվանագիտական առումով թուրքերը ավելի շահեկան դիրքում են գտնվել, քան ռուսները։ Վերջում ավելի շահած են դուրս եկել։ Իդեպ սրա մասին ես այս երկու դեպքի մասին ունեմ YouTube-ում նկարած հաղորդում, մանրամասնորեն պատմական առումով, թե ինչպես է դա հնարավոր անել շահերի համադրման եւ հակադրման միջոցով։ Եվ ոչ թե այնպես ինչպես այսօր արվում է, ասում եք գիտեք ինչ, մենք հանձնվում ենք, դուք իրար մեջ որոշեք ինչ պետք է լինի մեր ճակատագիրը, ասեք մենք դա կանենք։ Սա էլ երկրորդ սկզբունքը, բայց այս պահին ամեն գնով խոչընդոտել, թեպետ հանրային խոսում դա չպետք է հնչի որպես խոչընդոտ։ Միջազգային հարթությունում մեր խոսքով չպետք է հնչի խոչընդոտ, բայց ամեն կերպ սա խոչընդոտելը որևիցե պարագայում սա չիրականացնել, որովհետև եթե այս տեսքով իրականանա, մեր համար դա դառնալու է մահակ մեր գլխին։ Ու կապ չունի ռուսական թե արևմտյան փաթեթավորմամբ։ Ռուսականի պարագայում մենք ունենալու ենք արևմուտքից ճնշումներ, նույն ձևով, արևմուտքի պարագայում ունենալու ենք թե իրանական թե ռուսական հսկայական ճնշումներ, որովհետև որևիցե մեկի համար ընդունելի չի կարող լինել քաղաքակրթությունների խաչմերուկը հանձնել ինչ-որ մեկի տիրապետության տակ։ Եվ ամփոփելով, եթե ձեր զարգացման ծրագրին նայենք, 3 կարևոր կետ, որոնք առաջարկում եք ու ըստ որից ես պետք է ընտրեն։ Տեսեք, առաջինը ճեղքելու փոխհամաձայնեցված շղթան։ Այդ ճեղքումը պետք է տեղի ունենա նոր դերակատարների սերնդափոխություն, թե որակական, թե մնացած բոլոր առումներով, որովհետև եթե այս համակարգը չճեղքվի, նորի սկիզբը չի դրվում, այսինքն պետք է լինի համակարգի քանդում, կազմաքանդում, ոչ թե մեր ձեռքբերումների քանդում, դրա մասին չի, քաղաքական համակարգի ճեղքում, կայացում, հետո նոր այդ նորի ձևավորում։ Սա հաշվենք մեկ օրակարգ։ Երկրորդը դրանից հետո պետք է տեղի ունենա բարենպաստ միջավայրի ձևավորում։ Ինչ է սա նշանակում, որ մենք պետք է կարողանանք ազգային էլիտաների վերհանման գործընթաց սկսել, որովհետև մեր ուժը եւ որևիցե մեկը իրավունք չունի հավակնելու բոլոր ոլորտներում ասել, որ ես լավն եմ։ Մեր կարևորագույն խնդիրը պետք է լինի ազգային ներուժի բացահայտումը եւ այդ էլիտաների վերհանումը։ Սա երկրորդ կարևորագույն խնդիրն է։ Սրա հետ նաեւ զուգահեռ սահմանադրության փոփոխություն բնականաբար ոչ իշխանական տրամաբանությամբ բնականաբար պահպանվում է հռչակագիրը եւ այլն, բայց ամրագրվում է Հայաստանի հիմքում, հայկական պետության հիմքում ընկած համահայկականությունը, ազգային ինքնությունը, արժանապատվությունը եւ այլն, այդ թվում նաեւ հանրային կյանքի կազմակերպման հիմքում քրիստոնեական արժե համակարգը։ Սա էլ էսպես։ Եվ երրորդ կետը։ Եվ երրորդ կետը ազգային ինստիտուտների ձևավորում դրանից հետո։ Շատ լավ, եւ ոդքասթի այս հատվածում մենք ունենք բլից հարցեր, փորձենք նաեւ դրանց պատասխանները գտնել ձեր հետ։ Մեկ բառով այսօրվա Հայաստանը։ Հանձնված։ Այս ընտրությունների գլխավոր վտանգը։ Իշխանություն, ընդդիմություն։ Ամենաուժեղ ընդդիմադիր գործիչը։ Ամենաուժեղ, ինչ իմաստով ուժեղ։ Ինտելեկտի, բովանդակության, ազդեցության, ձեր դեպքում ազգային մտածելակերպի։ Չեմ կարող ասել, բայց եթե խոսքը վերաբերում է օրակարգին, հույս ունեմ մենք դրանց մեջ կլինենք, բայց դա պիտի ժողովուրդը գնահատի եւ ոչ թե ես ասեմ։ Երբ ստանաք մեծամասնություն, առաջին որոշումը, որը բերելու եք ազգային ժողով։ Իրավական առումով առաջին որոշումը չեմ կարող ասել ինչ տեսք ունենա, բայց առաջին քայլերից մեկը, որ ստանդարտին եմ անդրադառնում, պետք է լինի հասարակությանը այս մեդիա կապանքներից ազատելը։ Որովհետև այս մեդիա կապանքները մանիպուլացված եւ կապանքների մեջ են պահում հասարակությանը, թույլ չտալով իրենք տեսնել իրականությունը։ Երբ պարտվեք ընտրություններում, որ քայլի համար անձամբ ձեզ մեղավոր կճանաչեք։ Բոլոր քայլերի։ Ձեր ծրագրից որ կետն եք իրականում համարում, որ իրականությանը մոտ չէ, բայց խոստանում եք, որովհետև պետք է հիմա։
որևիցե նման կետ չկա, իրականում չկա, որովհետեւ մենք նախ որևիցե մեկի հետ որևէ խոստում չենք տալիս, սոցիալ-տնտեսականին չենք անադառնում, այլ ասում ենք այս քայլերի հերթականությունը։ Ով է այն գործիչը, նույնիսկ հակառակ ճամբարից, ումից ինչ որ բան եք սովորել։ Ով է այն գործիչը։ Ես չէի մամուլ sense բարդ հարցեր եք տալու ինձ։ Երևի թե բոլոր 3 նախագահներից այդ ում ներկա վարչապետից տարբեր բաներ կա, որ սովորել եմ, բայց ամենայն հարգանքով ոչ դրական տեսանկյունից, որովհետև դա էլ է սովորել, թե ինչ չպետք է անել, դա շատ կարևոր է, ամենևին բացասական իմաստով չեմ ասում, բայց այնուամենայնիվ սովորել եմ եւ դա կարևոր եմ գնահատում, թե ինչ չպետք է անել։ Շատ լավ, եւ եթե ընտրողը ցես հետ 1 րոպե մենակ մնար, որ հարցից ամենաշատը կվախենայիք։ Ամենաշատը որ հարցից կվախենայի։ Ես ինչ դժվար հարցեր եք տալիս։ Հա, էլի մի հարց կա, որի թակարդը ժամանակին ընկել եմ, շարժման հետ կապված մենակ այդ հարցից։ Ինչ կա, տեսեք, ինչ տոտալ անկեղծ։ Շատ լավ, շնորհակալություն ստացված զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հնարավորություն կունենանք հավանաբար նաև հանդիպելու ընտրություններից հետո, ամփոփելու եղածը։ Սիրով։ Իսկ մենք կհանդիպենք նաև մյուս քաղաքական ուժերի հետ հասկանալու համար ինչ են առաջարկում ձեզ։